Փարիզի Սանտեկ հրակատարողականի այսպիսի բանտախցերից մեկում պետք է իր պատիժը կրի Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին։ 9 քառակուսի մետր մակերեսով այս տարածքում նրանք կտրամադրեն առանձին ցնցուղ մահճակալ էլեկտրական տաքացուցիչ սառնարան հեռուստացույց։ Նա հնարավորություն կունենա նաև ֆիքսված հեռախոսից օգտվել, երբ ցանկանա, սակայն զանգել կարող է միայն քրեակատարողական հիմնարկի հաստատած հեռախոսահամարներին։ Սարկոզին կարող է օգտվել մարզասրահից և գրադարանից, օրական 1 ժամ էլ բանտի տարածքում զբոսնել մաքուր օդին, բայց միայնակ։ Կալանավայր գնալու օրվա առավոտյան Նիկոլա Սարկոզին կնոջ հանրահայտ երգչուհի և մոդել Կարլա Բրունիի հարյուրավոր աջակիցների ու համաշխարհային լրատվամիջոցների ուղեկցությամբ ուղիղ եթերում իր սեփական տնից քայլելով հասավ մեքենային, որ ուղևորվի բանտ։ Աջակիցների շարքում էին նրա որդիները, կանանց ու երեխաների հետ և 14-ամյա դուստրը Ջուլիան։ Հավաքված բազմությունը երգում էր Մարսելիեզը։ Լրատվամիջոցներն իրար հերթ չտալով նշում էին՝ Սարկոն իր խոստման համաձայն գլուխը բարձր է գնում բանտ։ Նախօրեին էլ Սարկոզիին գոտեպնդել էր նաև նրա նախկին կինը Սեսիլիա Աթիասը և ԱՄՆ-ից ուղերձ հղել։ Վաղը մի մարդ, որի հետ ես 25 տարի կիսել եմ իմ կյանքը և որը մնում է իմ որդու հայրը, անարդարացիորեն կզրկվի ազատությունից։ Ես ցնցված եմ և վրդովված, տեսնելով, թե ինչպես են վարվում Նիկոլա Սարկոզիի հետ, որն այդքան բան է արել Ֆրանսիայի համար։ Չեմ կարող ներկա գտնվել Փարիզի հավաքին, բայց իմ սիրտն ու միտքը կլինեն նրա բոլոր զավակների և Կարլայի հետ։ Ես ուզում եմ իմ զորակցությունը հայտնել մի պետական գործչի, որը եղել և մնում է խիզախ, ուղղամիտ և իր երկրին նվիրված մինչև հոգու խորքը։ Պատմությունն ի վերջո կվերականգնի ճշմարտությունը։ Նիկոլա Սարկոզին Ֆրանսիայի 5-րդ հանրապետության առաջին նախագահն է, որ հայտնվում է ճաղերի հետևում։ Ավելի քան 10 տարի քննվող այս գործում Սարկոզիին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, թե 2007-ի նախագահական ընտրության իր քարոզարշավը ապօրինի ֆինանսավորում է ստացել Լիբիայից։ Իբր նա օգտագործել է Քադաֆիի տրամադրած միջոցները։ Դատարանը սակայն նրան անմեղ է ճանաչել փաստերի բացակայության պատճառով, բայց Սարկոզին համարել է մեղավոր, որ իր ենթակաները կոռուպցիոն գործարք են պլանավորել և այդ նպատակով հանդիպումներ ունեցել։ Նույնիսկ առանց վերջնական հանցագործության կատարման ապացույցի դատարանը Սարկոզիին մեղավոր է ճանաչել այդ հանցագործության կազմակերպմանը մասնակցելու համար։ Ֆրանսիայի նախկին ղեկավարն իրեն մեղավոր չի համարում, կարծում է, որ այս քայլով նվաստացնում են ոչ թե իրեն, այլ Ֆրանսիայի Հանրապետությունը։ Մենախուց գնալուց առաջ Սարկոզին ուղերձ հղեց։ Այս պահին, երբ ոտք եմ դնում Սանտե բանտի պատերից ներս, դիմում եմ իմ մասին տարբեր կարծիքներ ունեցող ֆրանսիացիներին։ Այսօր առավոտյան բանտարկվում է ոչ թե հանրապետության նախկին նախագահը, այլ մի անմեղ մարդ։ Ես կշարունակեմ պայքարել։ Այս խաչը կրում եմ ավելի քան 10 տարի։ Մի անօրինական ֆինանսավորման գործ առանց որևէ ֆինանսավորման ապացույցի։ Երկարատև դատական հետաքննություն, որը սկսվել է մի փաստաթղթի հիման վրա, որի կեղծ լինելն արդեն իսկ ապացուցված է։ Ես ոչ մի առավելություն, ոչ մի բարեհաճություն չեմ խնդրում։ Պետք չէ ինձ խղճալ, քանի որ իմ ձայնը լսելի է։ Պետք չէ ինձ խղճալ, քանի որ կինս ու երեխաներս իմ կողքին են, եւ իմ ընկերներն ու աջակիցներն անթիվ անհամար են։ Բայց այս առավոտ ես խորը վիշտ եմ ապրում Ֆրանսիայի համար, որը նվաստացած է քինախնդրության պատճառով, որին ատելությունը հասցրել է աննախադեպ ծավալների։ Ես կասկած չունեմ, ճշմարտությունը կհաղթի, բայց վճարելիք կինը ջախջախիչ կլինի։ Նիկոլա Սարկոզիի փաստաբանական խումբն արդեն իսկ դատարանի վճիռը բողոքարկել է և վերաքննիչ դատարանի որոշումը պետք է հրապարակվի 2 ամսվա ընթացքում։ Սովորաբար Ֆրանսիայում, երբ անձը բողոքարկում է դատավճիռը, պատիժը կասեցվում է մինչև վերաքննիչ դատավարության ավարտը։ Սակայն Սարկոզիի դեպքում դատարանը որոշել է, որ անմիջապես բանտ պետք է գնա։ Սրանից 5 օր առաջ Ելիսեյան պալատում Նիկոլա Սարկոզիին հյուրընկալել էր նախագահ Մակրոնը և լրատվամիջոցներին մեկնաբանել, որ նորմալ և մարդկային քայլ է, որ ընդունել է իրեն նախորդած նախագահներից մեկին։ Իսկ այսօր Սլովենիայում երկրի վարչապետի հետ ունեցած համատեղ ասուլիսին լրագրողներից մեկը հարցրեց Մակրոնին. Սարկոզին Եվրոպայի առաջին նախագահն է, որ բանտարկվում է։ Արդյոք սրանով Ֆրանսիայի վարկանիշը չի վնասվում։
De là où je suis, ne m'appartient pas de commenter. Իմ դիրքից ելնելով ես իրավասու չեմ մեկնաբանել կամ քննադատել արդարադատության համակարգի որոշումները։ Ես պետական ինստիտուտների պատշաճ գործունեության երաշխավորն եմ եւ դրանով իսկ դատական, գործադիր եւ օրենսդիր իշխանությունների միջև ճիշտ փոխգործակցության երաշխավորը։ Նույնիսկ երբ դա վերաբերում է հանրապետության նախկին նախագահին։ Ուստի դուք ինձ չեք տեսնի որևէ մեկնաբանություն անելիս։ Այնուամենայնիվ մեր հայրենակիցներից շատերին նախագահին բանտարկված տեսնելու պատկերը կարող է մեկնաբանությունների տեղիք տալ, ինչը բնական է, եւ կարծում եմ, որ պետք է տարբերակել էմոցիաները, մտերիմների հուզմունքը եւ արդարադատության պատշաճ գործունեությունը, որը իմ դիրքից ելնելով մեկնաբանություններ չի ենթադրում։ Ֆրանսիայի արդարադատության նախարարն ու սենատի նախագահն արդեն իսկ մտահոգություն են հայտնել, որ Սարկոզիին բանտախուց ուղարկած օրենքը հարկավոր է վերանայել, իսկ նախագահ Մակրոնն էլ մեկնաբանել է, այդ ամենը պետք է տեղի ունենա խաղաղության եւ օրենքի տառին համապատասխան պայմաններում։ Հասմիկ Առաքելյան, Reopen Media։